խորհրդի բերը վերջին ժամանակներս որոշ մարդկանց կողմից ընկալվում էին որպես մոդա։ Այսինքն խորհուրդ պետք է ունենալ, որտեղ դա մոդայի կա եւ տրանսֆորմացիան մանավանդ Հայաստանի բանկային համակարգում ընկալելի դարձավ, որ անկախ տնօրեններն ավելի ճիշտ են, քան բաժնետիրոջ ներկայացուցիչները, ինչու, որտեղ միշտ չէր, որ բաժնետիրոջ ներկայացուցիչը լինում էր բանիմաց եւ սովորաբար բաժնետերը ընտրում էր իրեն լոյալ մարդ, որը միշտ չէր, որ լինում էր լավ մասնագետ, եւ վերջին ժամանակներս այնպես չի, որ Հայաստանում եւ աշխարհում այդ կորպորատիվ կառավարման լավագույն փորձը ասում է, որ առնվազն 50%-ը պետք է լինեն անկախ խորհրդի անդամներ։ Հենց այդպես չէ, որտեղ անկախ խորհրդի անդամները պրոֆեսիոնալներ են եւ կարողանում են իրենց փորձառությունը ներդնեն տվյալ կազմակերպությունում։ Անկախությունը շահերի բախման կառավարման օդն է, առանց դրա հնարավոր չի լինի կառավարել։ Բնական է, որ բաժնետերերը, խոշոր բաժնետերերը ուզում են, որ խորհրդում իրենց ներկայացուցիչները լինեն։ Եվ դա տրամաբանական է, եւ ոչ մեկ չի ասում, որ դա ինքնին խնդիր է առաջացնում։ Բայց այդ իրավիճակում կամ բաժնետերը ինքը կամ իր ներկայացուցիչը խորհրդում լինելով, խորհուրդը դարձնում են այդ ֆորմալ որոշումները հաստատող միավոր։ Ինչ է բերում անկախ խորհրդի անդամը եւ ինչպես Տիգրանը արդեն ասեց, անկախը նշանակում է պրոֆեսիոնալ, այսինքն եթե իրեն ընտրել են եւ հրավիրել են խորհուրդ, նշանակում է, որ ինքը ունի ինչ-որ նոր բան բերելու դեպի խորհուրդ։ Եվ անկախ այստեղ նշանակում է, որ ինքը անկախ է գործադիրից, անկախ է ընկերությունից եւ անկախ է բաժնետիրոջից։ Նշանակում է, որ ինքը ունակ է նաեւ հաշվի առնելով իր գիտելիքները եւ պրոֆեսիոնալիզմը դատողություններ անել, հարցեր տալ, հարցեր բարձրացնել եւ ինքը համարձակ կարող է այդ հարցերը բարձրացնել, իմանալով, որ դա պարզապես իր աշխարհայացն է, այսինքն տալ հարցեր, որոնք որ միգուցե որոշներին կթվանան հարմար։ Ինչա դա բերելու։ Դա բերելու է, որ որոշումները կլինեն ավելի հավասարակշռված։ Եվ խորհուրդը կսկսի աշխատել որպես այն օղակը, որը հավասարակշռում է եւ համապատասխանության հարցերը եւ ռիսկերի կառավարման հարցերը եւ զուգահեռաբար միգուցե նաեւ ռազմավարական զարգացման հարցերը, այսինքն պարզաբաժնետերը ունի իր տեսլական ընկերության զարգացման, բայց հնարավոր է որ ինչ որ բաներ ինքը չգիտի եւ այլ ինչպես Տիգրանն ասաց, օրինակ ինքը այդքան լավ չգիտի թե ինչպիսի թվային ռիսկեր կան կամ ինչպիսի թվային հնարավորություններ կան եւ հրավիրելով խորհուրդ պրոֆեսիոնալ, որը ոլորտի մասնագետ է, խորհուրդը կսկսի արդեն նաեւ այդ բնագավառից ռազմավարությունը հարստացնել։ Կարծում եմ վերջի տարիներին մենք էական փոփոխություն ունենք բնագավառում եւ օրենսդրական մակարդակում ունենք, այսինքն մենք ունենք նոր ընդունված կորպորատիվ կառավարման կանոնագիր, մենք ունենք կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխություն, որը ֆինանսական ոլորտը խթանում է դեպի ավելի արդյունավետ խորհուրդներ, բայց զուգահեռաբար ինձ թվում է մենք ունենք նաեւ բաժնետերերի մտածելակերպի փոփոխություն, հուսամ հաջորդ պանելին դուք դա ավելի լավ կբացեք։ Եթե փորձենք կարճ ասենք, ապա ինձ թվում է Հայաստանը գտնվում է կարգավորումից դեպի իրական կիրառում ճանապարհի վրա։ Վրաստանը կամ Մոլդովան անցել են այն ճանապարհը, որ եվրոպական կազմակերպությունները եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դրդել են խոշոր ընկերություններին հասնել այնտեղ, որտեղ իրենք հասան։ Մենք դեռ այդ ճանապարհը պիտի անցնենք։ Մյուսը դա ներքին բաժնետերերի դիվերսիֆիկացիան է, կապիտալի շուկայի զարգացումն է, որը Հայաստանի փոքր շուկայի բարագայում էլի եւս արագ զարգացում չէր կարողանա ունենալ։ Երրորդը դա կարգավորման դաշտն է եւ այդտեղ մենք եւս կարողում ենք, որովհետեւ մենք այդքան էլ վերահսկողական մեխանիզմներ չունենք բաժնետիրական ընկերությունների կարգավորումների նկատմամբ։ Հետևաբար մենք ոնց որ մեր բնական ճանապարհով ենք անցնում, այս բոլոր դրայվերները թույլ են ազդում։ Կարծում եմ, որ եթե նայենք Վրաստանին, այդ արտաքին ուժեղ դրայվերը բերել է նրան, որ լոկոմոտիվ կազմակերպությունները շատ առաջ են գնացել, բայց ընդհանուր շուկան չի փոխվել, այսինքն ընդհանուր առմամբ բաժնետերերը շարունակում են լինել այդ կենտրոնացված կառավարման մեջ, բացի այդ խոշոր ընկերություններից։
միանալով գոլեգաների մտորումներին անկախ խորհրդի անդամների վերաբերյալ ես նույնպես կարևորում եմ նրանց առկայությունը եւ դա այն հավասարակշռությունն է, որտեղ սուր շահերի բախման պարագայում երկարաժամկետ բիզնեսի ապահովման միջոցն է հանդիսանում։ Ըստ էության խորհուրդը ավելի լավ բառ, քան նկարագրում է խորհրդի ֆունկցիան, չի կարող լինել, քան խորհուրդ բառն է, որը ըստ էության գործադիր տնօրենի գործառույթի ուղղորդման գործադիր տնօրենի շատ հարցերում պաշտպանման համար ստեղծված այն կոլեգիալ մարմինն է, գործադիր տնօրենին ինքը իրենից պաշտպանելու համար ստեղծված մարմին է, որը երկարաժամկետ քաղաքականություն է ձևավորում ընկերության եւ քաջ ընկալում կա, որ խորհուրդը դա կոլեգիալ մարմին է եւ խորհրդի անդամները առանձին որոշում կայացման հնարավորություն չունեն։ Այսինքն պետք է լինել միասնական, լինի ձայների եւ կարծիքների դիվերսիֆիկացիա խորհրդում, նաեւ հատկանշական է գենդերային տարբերությունը խորհուրդների ընկալման, որովհետեւ հաճախ քանի որ բիզնեսների կառավարման ընդհանուր մոդելը փոխվել է վերջին տարիներում եւ այն ավելի մարդակենտրոն է, հաճախորդակենտրոն է, աշխատակիցակենտրոն է, ապա հուզական ինտելեկտի եւ էմպաթիայի կիրառումը խորհուրդներում, որը ավելի բնորոշ է կանանց, ես կարևորում եմ, կարծում եմ, մինչդեռ մենք գիտենք, որ տղամարդկանց որոշումների կայացումը ավելի սպառ, ռացիոնալ դաշտում է գտնվում եւ այդ կարծիքների բախումը նաեւ խորհրդում շատ կարեւոր է։ Փորձեմ նաեւ հիմնվել մեր նախորդ բանախոսների խոսքի վրա, օրինակ Արմինեն նշեց, որ բաժնետերերը չեն զիջում տնօրենի պաշտոնը, հա, եթե նայենք վիճակագրությանը, ասեմ ավելին, մասնավորապես մեր ոլորտում բաժնետերերը չեն զիջում նաև մնացած բոլոր պաշտոնները, եթե նայենք, այսինքն մենակ տնօրենի հարցը չի, հա, նաև վաճառքի, տնօրենի կոմերցիոն, տնօրենի ընդհանուր վաճառքի օպերատորի պաշտոնը չեն ուզում զիջել, որտեղ մարդիկ նաև պետք է օբյեկտիվ իրականությունը հասկանանք, 90-ականներից են հասել մեր օրեր բիզնեսների մեծ մասը, ու այն ժամանակ չի եղել այդ սահմանազատումը, հա, բաժնետերը եղել է եւ բանվոր, բաժնետերը եղել է եւ բանակցող, եւ կոմերցիոն տնօրեն, եւ զանգերի պատասխանող,